Շնորհավորում եմ բոլորիս։ Օդակայանում Միացյալ Նահանգների փոխնախագահի ձեռքը երկրորդը սեղմած Ալեն Սիմոնյանը շնորհավորում է բոլորիս մեր առջև բացված նոր հնարավորությունների համար, թե կոնկրետ որ հնարավորությունների չի մանրամասնում։ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության Խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալն է։ Երեկ Թրամփի խաղաղության մասին պատկերացումները այդպես էր ներկայացրել Ջեյ Վենսը հայտնելու համար նորությունը։ 11 միլիոն դոլարի հետախուզական եւ անօդաչու թռչող սարքեր են վաճառելու Հայաստանին։ Նա դա օգտագործելու է երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Վենսի այս հայտարարությունը ստվերվեց մեկ այլ հայտարարության պատճառով, որ մեծ աղմուկ բարձրացրեց։ Նա խոսել էր միջուկային էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգներից 9 միլիարդ դոլարի տեխնոլոգիաների եւ վառելիքի արտահանման մասին։ Թարգմանիչը ներդրում բառներ օգտագործել։ Հայաստանի կառավարությունն այսօր հայտնել է, թե ամերիկյան կողմը իր թարգմանչին է ներգրավել։ Վենսը ներդրում բառ չի ասել։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի ներդրում բառը դիտմամբ է օգտագործվել, տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանի թիմի ջանքերով 9 միլիարդ դոլարի ներդրում է մտնելու Հայաստան, ընտրություններից առաջ իշխող ուժի վարկանիշը բարձրացնելու համար։ Խոսքը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման, որովհետեւ ակնհայտ է, եթե ատոմակայանը կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի եւ վերամշակված վառելիքը պետք է դուրս տարվի։ Աղմուկ հանած հայտարարությունը հենց Վենսից ճշտելու հնարավորություն են ունեցել այսօր մի քանի լրագրողներ, բայց ըստ էության ջրերը նորից չեն պարզվել։ Չնայած այս անգամ Վենսը այդ հարցին պատասխանելիս միանշանակ օգտագործել է ներդրումներ բառը, այն էլ մի քանի անգամ։ Դուք նշեցիք 5 եւ 4 միլիարդի աջակցություն Հայաստանին։ Կարող եք պարզաբանել, դա կոնկրետ ինչին է վերաբերում, որովհետև կա սխալ մեկնաբանություն։ Այն փաստաթղթերից մեկը, որ մենք ստորագրեցինք 3, բայց նաև այն փաստաթղթերից մեկը, որի վրա աշխատում ենք մեր հանդիպումների ընթացքում, մեծ ներդրումներ են, որոնք գալու են Հայաստան նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի ձեռք բերած որոշ լավ համաձայնությունների արդյունքում։ Դրանցից մեկը շատ մեծ տվյալների կենտրոնն է։ Իրականում կարծում եմ այն արդեն սկսել է գործել։ Տվյալների կենտրոն, որը կարող է ընդհանուր ներդրմամբ հասնել մինչև 4 միլիարդ դոլարի Հայաստանում։ 5 միլիարդ դոլարին առհասարակ չի անդրադառնում Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Բաքվում ավելի լուրջ քննարկումներ են սպասվում, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հաշվի առնելով, որ Դավոսում Թրամփը առանձին հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ տետատետ չէր կայացել։ Հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ ոչ։ Ալիևի հետ Վենսը ռազմական համագործակցության հարցեր կքննարկի։ Թրամփն էր հայտնել, որ Ադրբեջանին կվաճառեն Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ։ Վերլուծաբանների կարծիքով Վենսի Ադրբեջան այցը կարող է նշանավորվել ավելի ուշ 907-րդ լրացման ամբողջական չեղարկմամբ։ Ջեյ Վենսը նաև որպես սենատի նախագահ կարող է ճնշում գործադրել, կոնգրեսին համոզելով չեղարկել Ադրբեջանին զենքի վաճառք արգելող լրացումը։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։